Տիկին Աչաջան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կան, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղ առավոտից մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Արագածոտնի թեմը, ըստ էության ամբողջությամբ շակերտները գխատել էին, Սրբազանը, թեմի առաջնորդը եւ քահանաները, հոգեվոր դասը քննչականում էին։ Այսօր առավոտյան Արագածոտնի թեմի առաջնորդը կանոնավորվեց 2 ամսով, սա հերթական հայտարարությունն է Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքի դարան, ինչ է տեղի ունենում հարձակումը, պարզ է, որ սա անձերի դեմ չէ, սա ամբողջությամբ մեր եկեղեցու դեմ է, համեցեք։ Իսկ ասի ընդհանրապես հայության, հայկականության, պետության ամեն ինչի դեմ է։ Տեսեք, որպեսզի մենք հասկանանք տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը եւ նաեւ հնարավորություն ունենանք որոշակի կանխատեսումներ կատարել, մենք պետք է նայենք տեղի ունեցող իրադարձությունները մի լայն համատեքստում։ Առաջնայինը նա է, որ մենք պետք է հասկանանք, թեկուզ դա դժվար է հասկանալ, ներքին դիմադրություններ կան շատերի մոտ, որ մեր երկիրը 2018 թվականից սկսած բռնազավթված է թշնամու կողմից, ներսից գրավված է երկիրը, իշխանությունը գտնվում է թուրքերի դրածոների ձեռքին։ Եթե մենք սա լավ պատկերացնում ենք, մենք հասկանում ենք արդեն շատ ու շատ process-ներ եւ առանձնապես զարմանալու պատճառներ չենք ունենում։ Դրանից, բացի դրանից, հասկանալու համար process-ները եւ ինչ որոշակի կանխատեսումներ կատարելու համար նաեւ մենք պետք է հասկանանք, որ այսօր արդեն պետք է տեղի ունեցող իրադարձությունները հասկանալ, մեկնաբանել նախընտրական տրամաբանության տեսակետից։ Նախընտրական ժամանակներ են, որքան էլ անցանկալի է, մենք այդուհանդերձ փաստն այն է, որ եկել հասել ենք նախընտրական ժամանակահատված։ Եվ իրադարձությունները այդ ուրեմն կոնտեքստում են զարգանում։ Հիմա ինչ վերաբերում է այդ կրկին երիցս նորից վերստին այն ամոթալի իրադարձությունները, որոնց մեջ մենք թաթախված ենք գրեթե ամեն օր, այո, մեր հոգևոր դասի նկատմամբ այսպիսի դաժան, այսպիսի գռեհիկ, այսպիսի անարտար ուրեմն հետապնդումներն են։ Մեր թշնամիներին, որոնց դրածոները այսօր մեր իշխանության ուրեմն լծակների մոտ են, իրենց ուրեմն հարկավոր է գլխատել։ Գիտեք, սա եթե մենք հիշում ենք ուրեմն հայոց մեծ եղեռնի պատմությունը, ձեռագիրը նույնն է։ Գլխատել, հավաքել միտքը, հավաքել այն, ինչ կարող է ուրեմն դիմադրության պոտենցիալ ունենալ իր մեջ, առաջատար մարդկանց, հոգևորականներին, մտավորականներին, եւ եթե իրենց հաջողվի մեկուսացնել, իրենք հույս ունեն, որ ժողովրդի այդ հարցերը լուծելու համար դա արդեն դառնում է տեխնիկական խնդիր, իրենք բնականաբար ընտրական շրջանում իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, նույնիսկ իրենք այդ առումով այնպիսի երևակայություն ունեն եւ իրենց թելադրողները այնպիսի նուրբ ու ճշգրիտ մոտեցումներ ունեն, որ իրենք այո ամեն ինչ կանեն վերարտադրվելու համար, որտեւ իրենց համար վերարտադրվելը, գիտեք, արդեն գոյաբանական հարց է, որտեւ իրենք հրաշալի գիտեն ինչ են անում, այսինքն, տեսեք այն մոտեցումը, որ պետք է նրանց ներել չգիտեն ինչ են անում, ոչ սրանք շատ լավ գիտեն ինչ են անում։ Տեսեք, օրինակ, ես փորձում եմ լսել, ինչքան էլ պետք է այսպես զսպվածություն հանդես բերել, կամք հանդես բերել, նույն ուրեմն այդ Նիկոլի քպեականների ուրեմն մեկնաբանությունները, բացատրությունները, այդ չարաբաստիկ ճանապարհի հետ կապված, ուրեմն էկոնոմիկայի նախարարը այսպես քմծիծաղը դեմքին վերևից նայելով լրագրողների հարցերին է պատասխանում եւ ուրեմն ինչ ասում է թրիպը արդեն իրենց լեքսիկոնի մեջ է մտել, հա, թրիպը այնքան բնական ու ցանկալի է իրենց համար, որ թրիպը Թուրքիայի հետ կապ չունի, մեր եւ Ամերիկայի միջև է։ Ամբողջ թուրքական աշխարհը ցնծում է, հա, որ իրենց երազանքները իրականություն են դառնում մեծ Թուրանի հետ կապված։ Հիմա Հայաստանի էկոնոմիկայի նախարարը իր երկրի լրագրողներին
այդպես ինչ ասեմ, չգիտեմ, ինչ բառերով կարելի է բնութագրել, ինչի տեղ են դրել մեզ, ինչի տեղ են դրել ժողովրդին։ Կամ երեք ես էլի այսպես որոշակի ներքին ուժեր հավաքելով փորձեցի լսել մի կին պատգամավոր ունենա, ճիշտ ասած, իսկ անունազգանունը Լուլու են ասում, հա, ուրեմն այսպես դեմքին շատ խելացի արտահայտություն տալով դե մտքի գեներատոր է, չէ, ուրեմն ինչ ասում, էլի լրագրողներին հարցերին պատասխանելիս, ասում է արժանապատվություն ունեցեք, ոնց կարող եք դուք մտածել, որ մենք իրականացնում ենք թուրքերի ծրագիրը, որ հոգևորականների հետ այս ինչ որ պատահում է, դա թելադրված է Ադրբեջանից, դուք արժանապատվություն չունեք։ Տեսեք ինչի մասին է խոսքը, իրենք այդ ամեն ինչն անում են, արժանապատվություն ունեն, դեռ իրենց իրավունք են վերապահում արժանապատվությունից խոսելու, այն մարդկանց հետ, ովքեր իրենց այդ անարժանապատիվ եւ ստոր արարքները, դավաճանական արարքները տեսնում են ու մատնացույց են անում եւ տեսեք հարց են տալիս արժանապատվություն չունեք։ Հասկանում եք, սա է մեր իրականությունը, մեր ողբերգական իրականությունը սա է։ Այնպես որ ակնհայտ է, որ այս ամենը թելադրվում է դրսից, դա կոչվում է ուրեմն քայլեր դենացիֆիկացիայի ճանապարհին, այսինքն, այսպես ասենք, եթե հայերեն թարգմանենք, ազգազրկում։ Մեզ զրկում են մեր ինքնությունից, բոլոր հնարավոր ձևերով եւ մեթոդներով։ Տեսեք Մարիամ, ես մի հարցի վրա եմ ուզում կանգ առնել, անընդհատ մեզ ասում են կրթվել։ Եվ ամբողջ աշխարհում մի այսպես լրատվության մեջ այսպեսի մի էպիզոդի հանդիպեցի Նիկոլը, ինչ որ դրսից եկած ինչ որ գործարարի էր, հա, խոշոր գործարար էր, կարծեմ ՏՏ ոլորտի հանդիպել եւ համոզված եմ, որ ինքն է խոսակցությունը տարել այդ ուղղությամբ եւ պատկերացնում եք ոչ ավել ոչ պակաս եկել են այն եզրակացության, որ կրթվել է պետք եւ ուրեմն կրթվելը կօգնի, որպիսի ուրեմն մենք գնանք դեպի զարգացում։ Դուք պատկերացնում եք ինչպես են սրանք ներկայացնում մեզ աշխարհում, որպես ինչ որ մի հատ անկիրճ զանգված է, հա, շատ ներողություն, կրթությունը մեզանում այնպիսի արժեք է, որ այս անկիրճ մարդիկ, բառից բուն իմաստով անկիրճ մարդիկ, նույնիսկ բարձրագույն կրթության այդ ցենզը չհաղթահարած շատ-շատերը սրանցից, ուրեմն ոչ ավել ոչ պակաս որոշել են ազգ կրթել, եւ սա ունի իր ուրեմն թաքնված, հա, այսպես բովանդակությունը տողերի արանքում, աշխարհին ներկայանալ նորից մի այսպես խայտառակ կերպարով, որ մենք անկիրթ ենք։ Ընդ որում Նիկոլի այդ պահվածքը, որ մենք տեսնում ենք դրսում, որ բոլորը ծիծաղում են, հա, արդեն բացահայտ ծաղրի առարկա է դարձել։ Որտեղ ինքը ոնց որ դարձել է համաշխարհային մեմ այլևս, մի խայտառակ իրողություն է իր ամենաառավոտյան ինչ-որ տեսային թերեկիսմում, բայց նորից գալով եկեղեցու թեմային, ըստ էության այս հարվածը, որ հիմա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ինչն է հատկանշական, երեկվանից հայտնի դարձավ, որ այդ Տեր Արամի, այսպես ասենք, ցուցմունքների խոսքի հիման վրա է եւ այդ Դանիել Հովհաննիսյան կադրը։ Խնդրեմ, այս ինչ է, ի վերջո ում գտան իրենք եւ վստահ դուք տեսակ երեք ամբողջ համացանցով այդ լուսանկարները զուգահեռներ Լուդայի հետ։ Խնդրեմ։ Իմիջիայով շատ տպավորիչ էր լուսանկարը, շատ տպավորիչ էր, այսպես մեկը մեկին կարծես համընկնում էր, պարզվում է ամեն ինչ ունենք, նաեւ ունենք սեփական արտադրության հուդա։ Ուրեմն գիտեք ինչ, նաև մեր ողբերգությունը այս վերջին տարիների նրանում է, որ շատ ու շատ մարդիկ ներքաշվեցին, տարբեր խայծեր կուլ տվեցին եւ ներքաշվեցին այս համազգային ողբերգության մեջ պետություններ կործանելու, Արցախ կործանելու, Հայաստանի Հանրապետություն կործանելու այդ ուրեմն գործի մեջ ներքաշվել են։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր իշխանության ինչ որ լծակներ ունենալու խայծի ինչը դիմացան կուլ տվեցին, ինչ որ մարդիկ, ինչ որ ձևերով, հա, չգիտեմ, ինչպես ներքաշվում են, մի մասը վախից ներքաշված են եւ մենք տեսնում ենք, տեսեք, այդպիսի մտքեր են հնչում եւ ես համամիտ եմ դրա հետ։ Լավ, այսքան դավաճան կար մեր մեջ, չէ՞, մենք երբեմն այդ միտքն էլ այդ զարմանքն էլ հնչում է, լավ, սրանց հետ ո՞նց են համագործակցում, ո՞նց կարելի է կարծել, այս մեկ ասենք ճիշտ թե խելացի է, ոնց որ թե ոչինչ, ո՞նց է իրեն թույլ տալիս համագործակցել։ Եվ ահա այդպիսի մարդիկ գտնվում են նաև հոգևորականների շրջանում։ Եվ շատ
իմաստուն է քրիստոնեությունը, այդ Քրիստոսի պատմությունը, որ իսկապես այդ փաստը, որ հուդաներ կան, հուդաներ միշտ կան եւ դա օրինաչափություն է եւ սա միայն մեր ազգի հետ մենք չկապենք, այնպես որ հոգեվորականների շրջանում եւս իրենք այդ մանը գցում են, արդեն ցեցը գծված է եւ իրենք հույս ունեն, որ շատերը, հա, այսպես կգան, կմիավորվեն, տերարամներ կդառնան, այդ հուդայական այդ իրենց գործը կանեն, բայց ինչպես մենք տեսնում ենք, եկեղեցին արժանապատիվ է, մեր ուրեմն եկեղեցու հայրերը իրենց պահում են շատ արժանապատիվ, հոգեվորականին վայել, հայ հոգեվորականին վայել, որովհետև միշտ էլ մեր եկեղեցու վրա դրված է եղել նաև ազգապահպանության խնդիր եւ իրենք այդ գործը անում են, ես տեսնում եմ, որ ինչքան էլ սրանք ուրեմն փորձում են, որպեսզի դա շարժում դառնա ներսից, այսպես քանդեն եկեղեցին, այնուամենայնիվ ի պատիվ մեր եկեղեցու հայրերի, թեկուզ այս ծանրագույն պայմաններում, երբ սրբազաններ են բանտարկված, երբ ահա նոր սրբազաններ են տանում գնդնում կալանքի տակ, սա մեր մեծագույն խայտառակությունն է, մեծագույն խայտառակությունը, գիտեք ինչ, ուրեմն մեզ ես այս մասին շատ եմ կրկնում, թշնամուն, այդ թվում նաև ներքին թշնամուն, ձեռնտու է, որպեսզի հայ ժողովուրդը անընդհատ զոհի վիճակում լինի։ Ինչքան ավելի հարվածներ հասցնեն, այնքան ավելի կխեղճանան։ Տեսեք, սովորական տրամաբանությունն ինչի ասում, նախընտրական շրջան է, իշխանություն եք, կարող եք, չէ, ինչ որ մի երկու լավ բան անել, որպեսզի ժողովուրդը ինչ որ դրական բան տեսնի, ասի, չէ, տեսեք, մենք սխալվում ենք, այս լավ բանն են անում, սա գնանք էլի իրենց ընտրենք։ Սա մի տեսակ սովորական տրամաբանությունն է, չէ, նույնիսկ սրա մեջ ինչ որ ազնվության ինչ որ մի հատ հատիկ էլ, բարոյականության ինչ որ մի հատ հատիկ էլ կարելի է գտնել։ Բայց չէ, իրենց մոտ ուրեմն ռազմավարությունը եւ մարտավարությունը, որը մշակվում է իրենց թիկունքի ետևում եւ իրենց թելադրվում է, բացարձակապես այլ է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ինչ-որ դեմ է տրամաբանությանը, չէ։ Ինչքան խեղճացնեն ժողովրդին, այնքան ավելի լավ։ Ինչքան շատ հարվածներ հասցնեն, այնքան ավելի կխեղճանան մարդիկ։ Գիտեք ինչ, երբ մարդը շատ հոգսաշատ է, կենցաղային հոգսերի տակ կքած, հա, ընտանիք կերակրելու, ուրեմն մեծ հարցի առաջ կանգնած, ամեն նայում ես ուրեմն թանկացումներ, հա, մարդկանց համար դժվար է դառնում ապրելը, տեղից տեղ տեղափոխվելը, տրանսպորտի ինչ-որ անհասկանալի վիճակներ, անհասկանալի աշխատանք, աճ ու ձախ տուգանքներ, էլի ինչ ասեմ, այսինքն ինչքան շատ մարդկանց հանցագործության, հա, այսպիսի ուրեմն թռիչքային զարգացում, ընդ որում իրենք էլ դեռ մինչև այս վերջին այս իրադարձությունները իրենք էլ ասում էին, որ հանցագործության ուրեմն բանը բարձրացել է, չէ, ավելի բարձրաստիճանի է հասել հանցագործությունների թիվը։ Հիմա այստեղ էլ կարելի ասել ինչու են ասում։ Թող ասենք իրենց ավելի ձեռնտու չի թաքցնեն, որ ասեն տեսեք ինչ լավ երկիր է, հանցագործություն չկա։ Չէ, վախի մթնոլորտ առաջացնելու համար սա շատ հարմար է, շատ հարմար է, այնպես որ մեր հոգեվորականներին այսպես կալանավորելը, այս ամոթալի ձևով ԱԱԾ-ի հարձակումը, հա, իրավապահ մարմինների հարձակումը